երկու անուն ունեմ։ Մինը գրականամ, մինը գեղական։ Եղդանեցի Բերձեն Նիկոլան չլիներ, Հայդարբեկցի գեղեցկուհի Ժենիկը տաններ մնալու։ Խստաբարոհայրը բոլոր հավանողներին տան շեմքից թուր թվանքով քշում էր, աղջիկն էլ ամոթից կարմրում ու փախչում ընկնում հարևանների տները, որ իր հմայքով տարված սիրահարները հանդիպման մի շանս անգամ չունենային։ Իմանը մեր ցեղնավոր յանցա ինչա, ասում էր չէ գնացեք։ Իմ աղջիկը ձեր բանը չի։ Փախնում է երողբոր տանցս տուն։ Ընդեղ Հայդարբեկ մեր տները սեմի ռիադիա հրողբոր։ Փախնում էին մի հրողբորս տուն, փախնում էին դի, որ ուզում չեմ, ինչի մա գնամ կայնեմ ցիցել եմ։ Այդ են, բայց կարնից կունեի։ Մի կվար էխեքն է, որ 19 տարեկան է։ Այս մեր կորը սիրածի հետ թախել է։ Կռիվ Դավիթ արաբա ենութ է բերել են հարցանիք են արի։ Բադաբան է, կարելի է, այլասերվածութին է, 19 տարեկան մարդ է գնացի։ Մարդի չի գնացի, դարդի է գնացի։ Թող գնար սովորել մի կտոր հացի տերնար, մարդը երբ հասես կլի, ինձ նախդի հերս չթողեց, են երկու քիրս սովորել են, ավարտել, ինձ չի թողել գնալու սովորելու, հատե կգնայի մի տեղ կաշխատեի էլի, կսովորեի մի բան կանեի էլի։ Թե օրխստությունն էր պատճառը, թե միջարջադու գիր էր արել դրել իր բարձի մեջ, 40-ին մոտ էր, որ վերջապես բախտը բացվեց, Ժենիկը մարդու գնաց ու չարախոսների բերանին լեզու չդնելու համար հարմարվեց ու պին նստեց տարած տեղը, բայց մի քիչ սիրտը կոտրված ու տագնապով։ Այս մարդու հետ չէի ուզում, ասում էի, կնիկը դուսարացեք ուծելով, կնիկը գամազը ես փետի, ես չեմ ուզում։ Մի այդ մատով սե չի արել, հա, չէ, գիտես ինչ ես, մի տարի խոզ ունենք մեր գոջիքը հետը, են մի գեշ քոլկա է, որ էպը մեն գեշ վտագալի, գինազող են ասում, բերեցի, քաղեցի, բերի որ թթու դնեմ, այդ տերևները, որը պիտանի չի կցեցի խոզելի, գոջիքն էլ, ուտեն ու քնեն չվեկենը, ռավատ գնաց գոմն եկավ սեցավ, քյալո, ասիտ ինչ խապա, գոջիքը կերը, ասի արա ինչ եմ, զարմար ես արյաց, ենան դերը, քոլը տվել ես գոջիքը ստա, բայց մի հետ մատով սե չի արի, չի, 19 հատ, մի բան չաստավ, մի բան, դե մի էլ նա գիտեր, որ ես դիտավորյալ չեմ արել, բնազդաբար էլ։ Շատ էլ թե Նիկոլայի նախկին կինը դադար չէր մնում սրա նրա հետ խաբարմաբար էր ուղարկում, թե բա մարդու տաճքը դրսերում է, թե բա քեզ բանի տեղ չի դնում, բայց Ժենիկը իր հոր աղջիկն էր, նրա նման համառ ու բոլորին արհամարեց ու չարախոսների բերանը փակեց։ Մի շաշ բանի խաթեր, բրախեի գնայ խալխի բերնի մաստակնել, որ ասեին, մնաց գնաց դուս արացի ուզետ հմիկեի եդիկավ։ Հա, ազիջան, խեմ իմ միանım երկուշին էի։ Նիկոլայը վատ ամուսին չէր, պառավ սկեսուրն էր ամեն ինչի համը հանում։ Մուճուր պառավ կնիկ էր, խոսում էր խոսա, բա իրան տվել են որպես խոսող, չէ, տան մեծ, մենք հարգում տան մեծը, դա ինչ ասավ դրա ասածն էր, բայց հմիկվա 38 տարեկանը կենթարկվի, Այնպես որ սուսուփուց մնաց ու հարմարվեց Բերձեն, այսինքն հույս կեսուրի խստություններին, ապրուստի դժվարություններին ու ամուսնու մասին բամբասանքներին։ Ես որ եկել եմ դրա մի սխալ բանը չեմ տիհի, բայց առաջ որ կնիկը շաշայել է, լավ արեք գնացին, շաշ չլի մի սուտի բանի խաթեր կբաժանվել, հա, Էնա կնիկն հետ բաժանվի կորի, ռեխեն արխի գնաց է հորտանը նստեխի, Հմի որ ես ռեխեք սարնեմ գնայի հորտանը նստեք, ես ընդե տեղ տեի ունենա, հարս տեի ունենա, ես ինչ գիտեմ կռիվ չի,
որ մեր չկա, հետ չկա, պետք է ասի ինքն եկել է քիչ երեխանցի հետն է բերի։ Ճիշտ չէ։ Ահա, всё, это Հարսանեկան ուրախություն չի տեսել Ժենիկը, նշանածին տեսնելու անհամբերությունից էլ սիրտը չի բաբախել։ Երկրորդ կինն էր Ժենիկը, հետո էլ 40-ին մոտ էր, որ ամուսնացավ, սուսուփուս առանց նվագի ու հարսիշորի եկան իր ետևից ու բերին Յաղդան։ Հարսիշոր չհագավ, բայց այնպիսի օժիտ բերեց, որ հույն յաղդանեցիների բերանը մի քանի տարի բաց մնաց։ Ay çortanı kaptarganlarının hırtanı. Şey, en avekan vekalanı beresi. Heta şebere yanut beri. Mebeli poğetavin, xaliya, yesim, krava, bakera şora, amenin spitakeren ban. Et mebeli poğne kesurüç doğru var be. Miçine kilit asavın ama belinin asaf. Չէ, բերիք որի իր այդ խառախուրը ժանգոտ կրավատնի։ Հոյ կասայա, կասեն դիասմ։ Դրեցի կասեն պետությունը կերա։ Որ առել է օպտեր բանացնի։ Այդ երկու աղջիկն եմ ունեցեք։ Տատի երկու աղջիկները Հունաստանում են, շուտ գալիս են, Ժենիկին մենակ չեն թողնում, բայց նաև իրենց հետ տանել չեն կարողանում, տատը մերժում է, ուր գնամ, ասում է տատը, որ վախենում է, տունը դուռը անտեր թողնել, գնալուց հետո վստահ է Յաղդանի մյուս դատարկ տների ճակատագրին կարժանանա իր տարիների արած դրածը, կքանդվի ու կթալանվի։ Այս գյուղը լիքը Յաղդանեցի այլի, այս հարևան, այս տաները չես տենում, սաղ։ Սաղ հարևանները շատ լավ էին, իրար բռնած, մեկը մեկին մի թթու բան չեր ասում։ Հետո որ տենում ենք մնիկ գործը մնում, կնում ենք օգնում ենք, բան ենք անում։ Իրանք մեզ, մենք իրանց, չէ, ընտիր ժողովուրդ էին։ Բա հիմա ուր են այդ ժողովուրդը։ Գնացել են Հունաստան, Կիպր, ես ինչ գիտեմ, ցակուցրիվ են իլի։ Քանդված, սաղ բլկված, ջարդ իսեկացները։ Ծաղ քանդիլ։ Որտեղից են եկել։ Ալլա վերդուց եկա ես իմ ամեն տեղից է լիքնա։ Որտեղ որ մարդ ապրա, մեծ տները լավնա։ Որտեղ է որ չկա, անի ավերակա։ Հրեն են տունը քանդած է, այդ հրես ես կողքից հարևանի տունը քանդել են, են տունը քանդել են։ Բա են կուրը որ գնաս մանգաս տենաս, լացըտ կգա հլաստեղ քիչը մանչմին։ Բա, քավթարը ինպես մի քավթարը լիամինը վերևա, մի երկու երեք հույն են, ես հույն չեմ յանի հայեմ։ Այդ հիմա է տատիլացը գալիս, սիրտն էլ ցավում, որ գյուղի ավերակ դարձած տներին է աչքը գցում, բայց աչք գցելու ժամանակ էլ միշտ չի ունենում։ 82 տարեկան է Ժենիկ տատը, անասուն է պահում, խոտ բերում, հակավորում, այսինքն տուկ կապում, մի խոսքով գյուղի ամենաաշխատասեր տատն է։ Մեզ 82 տարեկան եմ լագերանդում քաշի, ինչ այլ է, բատա, հանդում եմ, բալուր եմ դնեմ, խոտ եմ կրեմ, աթար եմ անում, ես ատանիք եմ պորթը սլացենս, մի կուկլավ պորթ ունեմ, իրեք հացետ հանդն եմ ғրկի։ Մինը նորդի մամա դարնա օգոստոսի, մինն էլ արդեն կավթարան դեր այն ծայդի ծախիլտ եմ, Են միննել նորից մամա եդով պտի դարնա, մի տարեկանա, որ տենաս սիրուն, չալտիկ մանա։ Ջահել ժամանակ էլ պեցի կտոր է Ժենիկը, հենց էդ էր պատճառը, որ խանդոտ հայրը հենց իր Ժենիկի խնամքին էր թողել 100-ամյա մոր իր տատի խնամքը, ուրիշելով, եթե ոչ Ժենիկը կպահեր ու կխնամեր տատին, որի են աշխարհ գնալուց հետո միայն աղջկա բախտը բացվեց։ 100 տարեկան տատ ունի, 13 տարի պարկած պահել եմ։ Դրա համար է ուշացումը վազիջան գնացի ամուսնացա, 13 տարի, ծեր ծնողներ ունեի, մերս ստամոքսի հիվանդ էր, հերս 4 անգամ օպերացիա էլ է, աղակների ոլորում աստացի, բա բրախեի գնայի, ինչաց է մարդ եմ ուզում, այդ ծերերին ինչ անի։ Հետըտ կտանեի։ Հա, էտով կասի,
քուհորն ու մորը բինենք պահենք։ Չէ, բասա որ դու գնաս այս պարավին օպտի պահի, մենք աշխատում ենք։ Պարավի խաթեր ենա, բարորը ոնց են պահամ, պալասներով, բանով, ամեն ընչով, ամեն օր լվանում էի, մաքրում էի, սրտում էի, կախեյան։ Են վաղտ እስկի տանդիր մնացած ծեփաներ, փամփեր չկար վրացնի։ Չէ, ոչ մի լավ որ չի տեսել Ժենիկը հայրական տանը, միայն ծանր աշխատանք ու միայն պարտականություններ։ 1000 ու մի արգելք էր դնում խստաբարո հայրը 3 գեղեցկուհիների առաջ, էլ կինո գնալն էր արգելում, էլ փողոց դուրս գալը, անգամ հարսանիք թամաշա անելը։ Իմ հայրն դիսցիպլինարնի մարդ էր։ Նատանի կինոն է չէր թողում գնանք տենանք, ասում են գեղը կինո է եկե, հրսանիքն եկավ գնանք թամաշել, կարճավակ տամփեքով բասնի, չեն գնում, խոսում էր, ասում էր աղջիկը ինչ մանգալը, ինչ կինոնին, չէ, մինք աղջկեք կմնան բալաճը, որովհետև իմ ծնողները տենց բաները չեն սիրում, կա ծնող որ հա, ինչ ուզմանի, ուր ուզմա գա, բայց դրանք չէին թողում։ Երևի ծնողների հետ խիստ դաստիարակությունից ադադհարգելու մեծի առաջ չխոսելու ստացած դասերից էին, որ Ժենիկը, ինչպես ասում են, հույների օջախում բինա բռնեց։ Դեռ մի բան էլ հետո տարիներ անց դարձավ սկեսուրի աչքի լույսն ու գովեստի առարկան։ Բա ասում են, այս Քոփողլին թուրքերեն էր խոսում, այս քոփողլին ասում էր, բախի չմի գեշութինամ, նա գեշնել է դուս եմ արի, չեն լսում, չեն եղեխը ծծում են խալխի տաները գնում, բայց ես է տուն մուն չէ, առաջի հերթին իմ տունը հետո ենթակա մարդ եմ էլի, մի խոսքով, որ խոսացնում ես ինչ, ենթակա ասում էր բուքոփողլին թեզ ռաստ կար, ինչ կլեր թեզ ռաստ։ Ճաղճի հնդում էի փնջմին ձենով կարար բան ասել։ Իշը գայդի աշխատում էի, իշը ոնց աշխատում, այ այդ ձևի։ Բա։ Ժենիկն ավելորդ չի համարում կրկնել ամուսինը Նիկոլան էլ գնահատող մարդ էր նախկին կնոջ հետ ինչ-ինչ, բայց Ժենիկին աչքի լույսի պես է պահել ու ոչ խանդել, ոչ էլ խանդելու առիթ տվել։ Իմ ծեծմ չի, ջարդմ չի, ուտելիքս պակաս չի արե, ես եմ, որ գնա, մարդա, հմի ուր այդ մարդը, հա, կյանք էր վայել էտ գնաց, իմ մոտ այդ ձևի բան չի էլի, իրա մոտ էլ, իմ հանդեպ, ես որ եկել եմ դրա մի սխալ բանը չեմ տիհի։ Դրա համար էլ տատն ամեն օր օրհնում է իր ու Նիկոլայի ամուսնությունը դասավորող ուսուցչուհի հարևանուհուն, որ եթե գործը գլուխ բերած չլիներ, դժվար թե Ժենիկը կյանքի միջօրեին երջանկացած լիներ։ Հարևանը էս հույն այլի, դայա իմ տալներին ասե, բան արա, եկեք մեր հարևանի աղջկան, Այդ աղջիկն էլ գալիս էր մեր տուն, եղած բերում էր մեր տուն, ինքը դասատու էր, գնում էր դպրոցը, մերս ասում էր աղջի հենց արա դուսյամ որ կա, շորջ ունենար եղած լվանալու, շուտ դարշոք նստացու, շուտ, գալիս էր տենում էր ասում էր, մորս անումը լուսիկ տոտա, որ դուք եք եղած պահամ, էտ օրը ես լվացք չունեմ, որ կես ուրը սապահամ, լավն էր, լավ աղջիկ էր, հույնի աղջիկ էր, բայց շատ կիպր ահմինա։ Ժենիկը կյանքից ու ճակատագրից դժգոհ չէ, Նիկոլայ Վասիլևիչը, որ գեղեցկությամբ հմայված էր, օրծերության տատին խոստովանել է, սիրել է, ավելի շատ հոգին։ Աղջիկ է էլի, որ լավը չլեի չէին, որ բանը գեղեցկութինը չի ազիջան, մարդու հոգինա, վերաբերմունքնա, գեղեցկությունը ձինն էլ ասիրում, շներ Այսպիսին է Ժենիկ տատը աշխույժ, աշխատասեր ու ամենակարևորը սրտաբաց։ Իր տան դռները միշտ բաց է պահում, ամեն անցնողի տուն հրավիրում, կաթ ու մածուն հյուրասիրում։ Հետո նաև գոմ ուղեկցում հորթին, որ կարծես ցուցահանդեսից է նոր դուրս եկել, ցուցադրում ու հպարտանում։ Ամեն օր տակը փոխում եմ։
ու այդպես երջանիկ ապրում կարմիր կղմինդրե տանիքներով ամենագեղեցիկ գյուղում։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Եղդանից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։